Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 23։ Եկեք երկրպագենք և երեսնիվայր խոնարհվենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև։ Սաղմոս 95-րդ գլուխ 6-րդ խոսք։ Մարդը, որ Քրիստոսի մեջ է, որոշ չափով նորոգվում է իր կյանքի բոլոր ոլորտներում, ահա ամեն ինչ նոր եղավ։ Նախ մարդը նոր է դառնում իր ձգտումների և հետաքրքրությունների մեջ։ Նախկինում նա ձգտում էր ամեն տեսակ բարիքի, թեկուզ միայն թվացյալ և լավագույն դեպքում միայն արտաքին, բայց այժմ նրա գլխավոր մտահոգությունն ու կյանքի նպատակը սա է՝ այն օրը Քրիստոսի մեջ գտնվել կամ ամեն ինչում հնազանդվել նրան և ապրել նրա առաջ հավատարմորեն քայլելով կյանքի լույսի մեջ։ Եթե ընտրելու լիներ երկրի վրա եղած բոլոր օրհնություններից, նա հենց սա կընտրեր։ Այդ պատճառով էլ ասում է. «Տեր, երկիրը լիքն է քո ողորմությամբ, քո հրամանները սովորեցրու ինձ»։ Սաղմոս 119-րդ գլուխ 64-րդ խոսք։ Քրիստոսի նպատակն ու գործը նույնպես դառնում են այդ մարդու նպատակն ու գործը, ինչպես երևում է Աննայի կամ Մարիամի օրհներգից։ Զարմանալի է տեսնել, թե ինչպես նոր դարձի եկած մարդիկ, որոնք դեռ միայն հավատքի և ճանաչողության առաջին քայլերն են անում, արդեն խորապես հետաքրքրվում են Քրիստոսի թագավորության գործերով, այդքան ձգտելով նրա բարգավաճմանը և ազգերի նրա իշխանության ներքո ենթարկմանը։ Մարդը, ով մնում է Քրիստոսի մեջ, նորոգվում է նաև իր երկրպագության մեջ։ Նա նախկինում սովոր էր ծառայել Աստծուն տառի հնությամբ, այսինքն միայն արտաքուստ, կատարելով պատվիրանի տառը, մի բան, որ կարող է անել նույնիսկ այն մարդը, որի վրա հին մարդն է լիովին իշխում։ Բայց այժմ նա Աստծուն պաշտում է հոգու նորոգությամբ, նոր կերպով, որտեղ նրան օգնում է Աստծո Սուրբ Հոգին, մի բան, որը մարդկային բնական ուժերից վեր է։ Այժմ նա ծառայում է ճշմարիտ և կենդանի Աստծուն, հոգով և ճշմարտությամբ։ Նա Աստծուն ճանաչում է հոգևոր կերպով և երկրպագության ժամանակ ամբողջ սրտով ու հոգով է ներգրավված այդ ծառայության մեջ։ Նա անում և ասում է ամեն ինչ անկեղծորեն, ոչ թե կեղծավորությամբ։ Նա մշտապես ցանկանում է մոտենալ Աստծուն, որպես կենդանի Աստված, ով լսում է իրեն, տեսնում է իրեն և կարող է ուրախությամբ ընդունել իր ծառայությունը։